Գիրք Ելից, գլուխ 5 Մովսեսն ու Ահարոնը հանդիպում են փարավոնին։ Դրանից հետո Մովսեսն ու Ահարոնը գնացին և փարավոնին ասացին. Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. թող իմ ժողովրդին, որ գնա, որպեսզի անապատում ինձ համար տոն կատարեն։ Փարավոնն ասաց. ով է Տերը, որ ես նրա ձայնին հնազանդվելով թույլ տամ Իսրայելին գնալ։ Ես Տիրոջը չեմ ճանաչում, ոչ էլ կթողնեմ, որ Իսրայելը գնա։ Եվ նրանք ասացին. Եբրայեցիների Աստվածը հանդիպել է մեզ թույլ տուր գնալ, աղաչում ենք քեզ, 3 օրվա ճանապարհ դեպի անապատը և զոհաբերություն անել մեր Տեր Աստծուն, չլինի թե նա մեր վրա գա համաճարակով կամ սրով։ Եվ Եգիպտոսի թագավորն ասաց նրանց. Մովսես և Ահարոն, ինչու եք դուք ժողովրդին գործից կտրում, գնացեք ձեր գործերին։ Եվ փարավոնն ասաց. ահա երկրի ժողովուրդը հիմա շատ է, և դուք նրանց հանգիստ եք տալիս նրանց գործերից։ Փարավոնն այդ նույն օրը վերակացուներին ու նրանց պաշտոնյաներին հրամայեց ասելով. այլևս ժողովրդին առաջվա պես աղյուս շինելու համար հարթ չտաք, թող իրենք գնան ու իրենց հարդը հավաքեն, և աղյուսների քանակը ձեր առջև թող լինի, այն չքչացնեք, քանի որ նրանք ծույլ են, դրա համար էլ աղաղակում են, մեզ արձակիր, որ գնանք ու մեր Աստծուն զոհաբերություն մատուցենք։ Ավելի շատ աշխատանք հանձնարարեք մարդկանց, որ աշխատեն ու դատարկ խոսքեր չասեն։ Եվ ժողովրդի վերակացուներն ու պաշտոնյաները դուրս եկան և խոսեցին ժողովրդի հետ ասելով. Փարավոնն այսպես է ասում. ես ձեզ հարթ չեմ տա, գնացեք, որտեղից որ կարող եք ձեզ անհրաժեշտ հարդը ձեռք բերեք, սակայն ձեզ սահմանված չափը չնվազեցնեք։ Ուստի ժողովուրդը սփռվեց ամբողջ Եգիպտոսով մեկ, որպեսզի հարդի փոխարեն խոզան հավաքի։ Իսկ վերակացուները շտապեցնում էին նրանց ասելով. ձեր ամենօրյա աշխատանքը կատարեցեք, ինչպես հարդով աշխատելու ժամանակ էր։ Եվ Իսրայելի որդիների պաշտոնյաները, որոնց փարավոնի վերակացուները կարգել էին նրանց վրա, ծեծի ենթարկվեցին ու նրանցից պահանջում էին. ինչու 3 և այսօր առաջվա չափ աղյուս չշինեցիք։ Այն ժամանակ Իսրայելի որդիների պաշտոնյաները եկան ու խնդրեցին փարավոնին ասելով. ինչու ես քո ծառաների հետ այսպես վարվում։ Հարթ չի տրվում քո ծառաներին, իսկ մեզ ասում են աղյուս շինեցեք։ Եվ ահա քո ծառաները ծեծվեցին, թեև հանցանքը քո ժողովրդի վրա է։ Իսկ նա ասաց. դուք ծույլ եք, ծույլ, դրա համար էլ ասում եք թույլ տուր մեզ գնալ ու զոհաբերություն մատուցել Տիրոջը։ Ուրեմն հիմա գնացեք ու աշխատեցեք, քանի որ հարթ չի տրվելու ձեզ, սակայն նույն քանակով աղյուս է պահանջվելու։ Եվ Իսրայելի որդիների պաշտոնյաները տեսան, որ իրենք չարիքի են հանդիպել, երբ ասվեց, թե աղյուսի ամենօրյա պահանջը չեք նվազեցնելու։ Եվ երբ փարավոնի մոտից դուրս եկան, ճանապարհին Մովսեսին ու Ահարոնին հանդիպեցին և ասացին նրանց. թող Տերը նայի ու դատի ձեզ, քանի որ դուք մեզ արգահատելի դարձրիք փարավոնի աչքում ու նրա ծառաների աչքում, ձեռքները սուր տալով, որպեսզի մորթեն մեզ։ Եվ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. Տեր, ինչու ես այսքան վատ վարվում այս ժողովրդի հետ, ինչու ինձ ուղարկեցիր, քանի որ մինչ ես եկել եմ քո անունով փարավոնի հետ խոսելու, նա չարիք է արել այս ժողովրդին, իսկ դու քո ժողովրդին չազատագրեցիր։